AI-ը շատ է էլի այսպես ցնցել ու բոլոր նորությունները համարյա գնում դրա հետ են կապվում, բայց նաև շատ են համեմատում, որ միգուցե դա իրականում ոչ մի իրական էֆեկտ չտա եւ պարզվի փուչիկ է։ Ես դա կարող եմ համեմատել կոսմոս առաջին թռիչքների հետ։ Գիտական ֆանտաստիկան ուղղակի sense մեծ բում ապրեց այդ առաջին թռիչքներից, երբ մարդը գնաց կոսմոս, հետո առաջին վայրեջներ եղան լուսնի վրա, այդ աստղային պատերազմների հետ ամբողջ սագան, մի հատ հսկայական բան, սուբկուլտուրա ստեղծվեց այդ համապատասխան կոմիքսներով, ֆիլմաշարերով, այնտեղ չգիտեմ, բրենդներով եւ այլն եւ այլն։ Այդ առաջին ռեակցիան էր, երբ որ դու ակնկալում ես, որ ինչ-որ միացած ֆանտաստիկ փոփոխություններ պետք է լինեն։ Ժամանակի ընթացքում, երբ որ տեսան, որ դեռ մենք ահագին հեռու ենք այդ պոտենցիալը իրացնելուց, դեռ ընդհանրապես ցարել ենք, հետ ենք եկել, հետո իրականում դա ծախսատար է, ամեն անգամ ցանելուց հետո այդ վնասվում է եւ հսկայական միջոցներ է պետք բերանել, մարդիկ գալիս են ավելի ռացիոնալ դաշտ ու այդ ուղղությունը ոնց որ սկսում է բանանել, մարել։ Նույնը լինելու է արհեստական բանականության առաջին մոդելները, երբ որ իհետ եկան, շատ էր տարածված այդ մտայնությունը, որ հեսա բոլորիս աշխատանքները մեր ձեռից անելու ամեն ինչ արհեստական բանականություն անում, ընդհանրապես իմաստ չունի ուրիշ բաներով զբաղվել եւ այլն։ Ինչքան գնում է եւ ինչքան սկսում ես պրակտիկ կիրառել այդ տված գործիքները, այնքան հասկանում ես, որ դա մարդու արդյունավետությունը բարձրացնելու հետագա գործիքներից մեկն է։